Կրկին բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, նոր ես դուրս եկա Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից, տեսակցեցի պարոն Վարդան Ղուկասյանի հետ եւ իհարկե հարցերն էին ինձ համար շատ կարեւոր, արդյոք նրան այցելել է բժիշկ, պարզվեց ոչ, արդյոք նրան այցելել է սրտաբան, պարզվեց ոչ, արդյոք այս պահին այստեղ կա հերթապահ բժիշկ, պարզվեց, որ ոչ։ Պայմանները շարունակում են մնալ մտահոգիչ, որովհետև այն խուցը, որտեղ նա պահվում է, դա չի համապատասխանում այն ստանդարտներին, որը նախատեսված է օրենքով, եւ այդ ստանդարտների խախտումը իսկ արդեն պայմանավորված նաեւ նրա առողջական վիճակով բերում է ավելի վատթարացման նրա առողջության։ Մենք այս պահին ունենք նորից տալգնապային վիճակ առողջության հետ կապված, մինչդեռ պացիենտի այստեղ այսպես մենք պետք է արդեն ձևակերպում մտանք պահանջը եւ նրա ցուցումը նրան համապատասխան բուժօգնություն տրամադրելու, այս պայմանությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մերժում են։ Սա կոպիտ խախտում է անմարդկային վերաբերմունք է եւ այս անմարդկային վերաբերմունքի պատճառները իհարկե մենք հասկանում ենք, որ քաղաքական են եւ այս քաղաքական պատճառների մասին հենց հոկտեմբերի 1-ին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ դրանից անմիջապես հետո մենք ականատեսը եղանք, թե ինչպես պարոն Ղուկասյանին ձերբակալեցին, վազացրեցին, տարան սկզբից անհայտ ուղղությամբ, հետո պարզվեց, որ նա դատարանում է, դատարանում մի ամբողջ գիշեր նիստ հրավիրեցին եւ անցկացրեցին եւ պահեցին նրան դատարանի այդ այսպես կոչված անմարդկային պայմանների խցում, հետագայում բերեցին այստեղ այս Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ ԱԱԾ-ի շենքի ներքո գտնվող, այսինքն շենքում է գտնվում այդ հիմնարկը եւ հիմա արդեն մենք ունենք 22 օր կալանավորված Գյումրիի քաղաքապետ, ով հնարավորություն ունի օգտվել իր իրավունքից, իր կողմից հրավիրված բժշկի եւ ընդհանրապես բժիշկների կողմից ստանալ բուժ օգնություն։ Այդ իրավունքը նրան մերժել են։ Հիմա այստեղ քաղաքացիներ կան, ես կուզենայի նաեւ դուք խոսեիք եւ ասեիք ձեր գնահատականը ինչպիսին է այս ամենին։ Ես էլ եմ դատապարտում այսօրվա իշխանավորներին, որտեղ նրանք անօրինական ձերբակալել են ժողովրդի կողմից Գյումրի քաղաքի քաղաքացիների կողմից ընտրված օրինական քաղաքապետին, որը իր աշխատանքով եւ իր անցած ճանապարհով բավականին մեծ հեղինակություն ունի եւ ամեն ինչ արել է, որպեսզի Գյումրի քաղաքը դառնա օրինակելի կենտրոն։ Իսկ ինչ որ վերաբերվում է նրան անօրինական քրեական գործ հարուցելուն, ես իհարկե դատապարտում եմ։ Մենք չէ որ ժողովրդական երկեր են կոչվում, մեր վարչապետի ասած խոսքերին եթե հենվենք, ուրեմն պետք է իրան անպայման ազատեն, անմիջապես ազատեն, քանի որ իր առողջական վիճակը շատ վատ է եւ պետք է անհապաղ տանը լինի։ Հնարավորության դեպքում ընտանեկան կալանք նշանակեն, եթե այդպիսի անցագործական ճակերտավոր իր մոտ քրեական գործ են հարուցել, տնային պայմաններում այդ գործը կատարեն, այլ ոչ թե նկուղներում։ Այսքանը հարգելի հայրենակիցներ, իհարկե շարունակելու եմ բողոքները ներկայացնել, տեղեկացնեմ ձեզ, որ այս քրեակատարողական հիմնարկի պետ նշանակվեց պարոն Ռոբերտ Թամարյանը, ով նախկինում մինչև այստեղ գալը եւ մինչև պարոն Ղուկասյանին այստեղ բերելը, նա ղեկավարում է դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը եւ մի համեմատություն եմ ուզում անել այս իր կողմից այսօրվա այս խտրական մոտեցման, երբ պարոն Սամվելյանի համար հրավիրել էինք իր նախընտրած բժշկին, իր նախընտրած բժշկի մուտքը պարոն Թամարյանը առանց որևիցե խոչընդոտի թույլատրեց եւ փաստացի պարոն Սամվելյանը կարողացավ բուժօգնություն ստանալ իր նախընտրած բժշկի կողմից։ Այդպիսի այցելություն կազմակերպվեց, առաջի այցելությունը նրանք մերժեցին հիմնավորելով, որ պարոն Սամվելյանին շտապօգնությամբ տանում են հիվանդանոց, բայց երկրորդ այցելությունը իր նախընտրած բժշկի կողմից հարգվեց։
Հիմա պարոն Թամարյան, հարցս ձեզ եմ հղում։ Ինչու՞մ է կայանում այսպիսի խտրական մոտեցումը, որ դուք երրորդ օրն է, 3 օր շարունակ թույլ չեք տալիս, որ պարոն Ղուկասյանը ստանա բժշկական օգնություն այն բժիշկների կողմից, ովքեր իրեն մշտապես բուժել են։ Որն է այդ խտրական մոտեցման ձեր հիմնավորումը։ Խնդրում եմ ինձ եւ հանրությանը տեղեկացնել։ Երկրորդ հարցը, ով է ձեզ, ես արդեն ենթադրում եմ, որ դուք գտնվում եք ապօրինի կարգադրության ներքո եւ ով է ձեզ նման ցուցում տվել, որպիսի դուք մերժեք պարոն Ղուկասյանին ստանալ բժշկական օգնություն։ Ով է այդ կարգադրության հեղինակը, որը ձեզ արձակել է եւ մնացած հարցերը իհարկե նաեւ գրավոր ես արդեն երեկվանից ձեզ գրավոր հարցեր եմ ուղղել, նորից եմ ուղղելու եւ պարզաբանումներ եմ ձեզանից պահանջում այն դիմումների վերաբերյալ, որը երեք ես ձեզ ուղղել եմ եւ նաեւ այսօրվա իմ հարցադրումների վերաբերյալ։ Եվ ամբողջ պատասխանատվությունը իդեպ ասեմ, որ կրում եք առաջնահերթ դուք եւ Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ ձեր ցուցումի հիման վրա երեք մերժվեց եւ այսօր էլ ըստ էության մերժվում է բժշկական օգնություն տրամադրելը պարոն Ղուկասյանին։ Այսքանը։